Պրոշյանցիների խնդիրը մասամբ լուծվեց։ 25 համարի երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի Պրոշյան համայնք, այլ Պաշտպանության նախարարության նախկին շենքի հատվածից շրջադարձ կկատարի եւ կվերադառնա Երևան։ Կառավարության նախորդ օրվա պատասխանը սակայն քասախցիներին չի գոհացրել։ Նրանք զայրացել ու առավոտյան Երևան աշտարակ մայրուղին էին փակել։ Պահանջում են, որպեսզի 59 համար երթուղին Քասախից հասնի մինչև Երևան եւ հակառակ ուղղությամբ։ Քասախի բնակիչները պարբերաբար փակում էին Երևան աշտարակ մայրուղին, ոստիկաններն արգելում էին։ Փոխադրամիջոցները ստիպված մայթերով են երթևեկում։ Հասկանում եք, որ երթևեկության կանոն եք խախտում։ Աղջիկ ջան, թաղում եմ այդ կարաս են յալից։ Մի քանի ժամ անց բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ իրենց հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը Կոտայքի մարզպետը։ Ակցիայի մասնակիցները անդրդվելի են, ճանապարհը չեն բացի, մինչև գոհացնող պատասխան չստանան։ Չենք բացելու այնքան ժամանակ, մինչև իրանք այս որոշմանը լուծում չտան։ Սա 5-ը աշխատում է, 59-ը չի աշխատում։ Հերիք չի այդքանը։ Այդ ինչ խտրականությունա չեմ հասկանում։ Մենք թորներ ունենք, դպրոցն են սովորում։ Քաղաքից, մալացիայից ինչպես կարան հասնեն, տեղ կարակ ասեք։ Մեր պահանջը ընդամենը 200 մետր բարձրանա Քասախ համայնք, որովհետև կան տարբեր կատեգորիայի սոցիալական խմբեր, որոնք չեն կարողանալու օգտվել այդ տրանսպորտային միջոցից։ Հետո քննարկումներ եղան համայնքապետարանում։ Կոտայքի մարզպետը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քասախցիներից 1 շաբաթ ժամանակ խնդրեցին։ Խոստացան լուծման տարբերակներ կգտնեն։ Մի քանի տարբերակ քննարկել ենք։ Որոնք են այդ տարբերակները։ Այդ տարբերակները հիմա չհնչեցնեմ, որովհետև վերջնական տարբերակ չունեն։ Այդ տարբերակը, որ 100 մետր պայմանական խորանա դեպի բնակավայր, ամեն դեպքում, եթե այդ տարբերակը քննարկվի եւ հավանության արժանանա, ապա կստացվի, որ թե այն տրանսպորտը, թե մյուս տրանսպորտը կգործեն։ Քասախցիների խնդիրը պետք է քննարկի նաև քաղաքային իշխանությունը, քանի որ տրանսպորտը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում։ Քասախցիները 1 շաբաթ էլ կսպասեն։ Եթե հարցը լուծում չստանա, ասում են, համայնքով կհավաքվեն եւ կորոշեն իրենց հետագա անելիքները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։